Խատուտիկ, իմ հրաշք ժողովուրդ, տեսեք ինչ ընտիր է, ինչ լավն է եւ այսօր մենք պետք է օգտագործենք խատուտիկի ցողունը։ Այս ցողունը կտրում ենք ցողունը եւ այս ցողունից 10 հատ օրը ամեն առավոտյան ուտում ենք, այն շատ համեղ է, շատ հրաշալի, կարող եք վստահաբար ուտել, նույնիսկ համեղ է շատ։ Սոված փորին սա ուտելով կես ժամ հետո նոր անցնում եք ձեր սննդակարգին։ Մի փոքր դառնահամ է, բայց այս դառնահամը նրա համար է պայմանավորված, որ այն հզոր հակաօքսիդանտ է, ազդում է ձեր օրգանիզմում հենց ուռուցքային բջիջների վրա։ Սիրելիներս, ցողունը այս պահը բաց չթողնենք, ուտենք օրը 10 հատ, 10 օր, սոված վիճակում։ Ուռուցքային բջիջները վերացնում է օրգանիզմից, ժառանգականության մեջ եթե կա, ապա այդ մարդիկ անպայման պետք է օգտագործեն, որովհետև այն հզոր հակաուռուցքային միջոց է։ Իսկ այն մարդը, որը ստանում է ուռուցքային հիվանդ է եղել եւ ստանում է քիմիա եւ ճառագայթ, ապա անպայման պետք է նույնպես օգտագործի, որովհետև օրգանիզմից հանում է եւ թույները, եւ ծանր մետաղները, եւ իջեցնում է խոլեստերինը, իմ շատ սիրելի ժողովուրդ, որպեսզի առողջ լինենք, որպեսզի միշտ ինքնազգացողությունը լավ լինի եւ ուռուցքային բջիջներ չլինեն, անպայման պետք է օգտագործել։ Իհարկե, ասեմ նաև, որ այն մարդը, որը 11 տարեկան դեռ չի հասել պատանեկության երեխաների այդ ընթացքն է, ապա նրանց չի կարելի, իսկ 11 տարեկանից անց արդեն կարելի է յուրաքանչյուրին օգտագործել, միայն չի կարելի օգտագործել նրանց, որոնք ունեն ասթմայի հիվանդությունը։ Ասթման այն հիվանդությունն է, որ անպայման բժշկի հետ պետք է խորհրդակցել, նոր հետո օգտագործել այս հրաշալի ծաղիկների ցողունը։ Իսկ ծաղիկները անպայման թեյի տեսքով այդ ընթացքով կան, դնում ենք սառցախցիկ, տարին 12 ամիս օգտագործելու նպատակով թեյերի մեջ։ Սիրում եմ ձեզ։